Մատթեոս 25 10 կույսերի առակը։ Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի 10 կույսերի, որոնք իրենց լապտերներն առած Փեսային և Հարսին դիմավորելու ելան։ Նրանցից 5-ը հիմար էին, իսկ 5-ը իմաստուն։ Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին, իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրին։ Եվ երբ Փեսան ուշացավ, ամենքին էլ նիրհեցին և քուն մտան։ Եվ կեսգեշերին ձայն լսվեց. «Ահա Փեսան գալիս է, նրան դիմավորելու ելեք»։ Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվեք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»։ Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. «Գուցե թե մեզ և թե ձեզ չբավականացնի, ուստի գնացեք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցեք»։ Երբ նրանք գնացին, որ գնեն, Փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց։ Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե՛ր, Տե՛ր, բաց արա»։ Նա պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում։ Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը և ոչ էլ ժամը»։ 3 ծառաների առակը։ Նույնպես մի մարդ հեռու երկիր գնալիս կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց տվեց։ Մեկին տվեց 5 քանքար, մյուսին 2 և մի ուրիշին 1, յուրաքանչյուրին ըստ իր կարողության, և գնաց։ Ով 5 առավ, իսկույն գնաց, դրանով գործ արեց և 5 ևս շահեց։ Նույնպես նա էլ, որ 2-ն առավ, 2 ևս շահեց։ Իսկ ով 1 առավ, գնաց հողը փորեց և իր տիրոջ դրամը թաքցրեց։ Շատ ժամանակ անց այն ծառաների տերը եկավ և նրանց հետ հաշիվ տեսավ։ Ով 5 քանքար էր առել, մոտենալով 5 քանքար ևս տվեց ու ասաց. «Տեր, 5 քանքար տվիր ինձ, արդ ահավասիկ վրան 5 քանքար ևս շահեցի»։ Իր տերը նրան ասաց. «Ապրես, բարի և հավատարիմ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, մտիր քո տիրոջ ուրախության մեջ»։ Ով 2 քանքար էր առել, նա էլ մոտեցավ ու ասաց. «Տեր, ինձ 2 քանքար տվիր, ահավասիկ 2 այլ քանքար ևս, որ դրանց վրա շահեցի»։ Իր տերը նրան ասաց. «Ապրես, բարի և հավատարիմ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, մտիր քո տիրոջ ուրախության մեջ»։ Մոտեցավ նաև նա, որ 1 քանքար էր առել, ու ասաց. «Տեր, գիտեի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, ուր չես ցանել։ Վախեցա, գնացի և թաքցրի քո այս քանքարը հողի մեջ, արդ ահավասիկ քոնը քեզ»։ Տերը պատասխան տվեց և ասաց նրան. «Չար և ծույլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, և հավաքում այնտեղից, ուր չեմ ցանել։ Դու պետք է իմ այդ դրամը լումայափոխների մոտ դնեիր,
և ես գալով տոկոսով միասին պահանջեի այն, ինչ որ իմն է։ Արդ դրանից առեք այդ քանքարը և տվեք նրան, ով 10 քանքար ունի։ Քանի որ ով ունի, նրան պիտի տրվի, և ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի։ Իսկ այդ անպիտան ծառային հանեցեք դուրս, արտաքին խավարը, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում։ Վերջին դատաստանը։ Արդ, երբ որ մարդու որդին գա իր փառքով և բոլոր հրեշտակները իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրա, ու նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը, և նա նրանց միմյանցից պիտի զատի, ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարները այծերից, և ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը ձախին։ Այն ժամանակ թագավորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. եկեք իմ հոր օրինալներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք խմելու, օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք։ Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. Տեր, երբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք, երբ տեսանք քեզ օտար և մեր մեջ առանք, կամ մերկ և հագցրինք, երբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ ու եկանք քեզ այցի։ Թագավորը պիտի պատասխանի ու ասի նրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ինձ համար արեցիք։ Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. Անիծյալներ, գնացեք ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար, որովհետև քաղցած էի և ինձ ուտելիք չտվիք, ծարավ էի և ինձ ջուր չտվիք, օտար էի և ինձ ձեր մեջ չառաք, մերկ էի և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտի մեջ և ինձ տեսնելու չեկաք։ Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. Տեր, երբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտի մեջ ու քեզ չծառայեցինք։ Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետև այս փոքրերից մեկին այդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք։ Եվ նրանք պիտի գնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։